Վարչապետ Փաշինյանն այսօր էլ ավելի թեժացրեց կաթողիկոսի դեմ իր արշավն ու հայ առաքելական եկեղեցու հովվապետին դարձյալ աղանդավորության մեջ մեղադրեց։ Այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Մայրաթոռի կողմից ոչ կանոնական որակված եւ երբեմն նաեւ կարգալույծ քահանաների մատուցած պատարակներին մասնակցող Փաշինյանն աղանդավորության մեջ է մեղադրում հոգևոր վերնախավին։ Այն դեպքում, երբ հենց Մայրաթոռն է վարչապետին միացած հոգևորականներին հորդորում կանոնական դաշտ վերադառնալ ու եկեղեցուն առնչվող հարցերը եկեղեցու ներսում քննարկել։ Վարչապետ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած եպիսկոպոսներն օրերս եկեղեցին նորոգելու մասին մի թուղթ ստորագրեցին։ Այսօր էլ վարչապետը քաղաքացիներին հրավիրել էր երթի ի աջակցություն այս արշավին։ Մինչ այդ նա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին էր մասնակցում խորանին կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած Տեր Անուշավան եպիսկոպոս Ժան Կոչյանն էր։ Քարոզի ավարտին նա մեկ նախադասությամբ խոսեց նաև իրենց արշավի մասին։ Մեր պետության հետ համատեղ Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ օրերին ծնունդ աղավ մեր սիրելի եկեղեցու բարեկարգության օրակարգը եւ ես վստահ եմ, որ բոլորիս աղոթքներով մենք պիտի գոտեպնդվենք եւ խրոխտ քայլերով քայլենք առաջ ի փառս մեր եկեղեցու եւ ի հզորացում մեր պետականության։ Առաջին շարքում վարչապետն էր, նրա կինը, նախագահը, խորհրդարանի խոսնակը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Երկրորդում նրանց անվտանգությունը հսկողները։ Վերջիներս ոչ միայն Փաշինյանի թիկունքում էին, այլև եկեղեցու գրեթե բոլոր անկյուններում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին ներկաները կիսում էին կաթողիկոսի դեմ վարչապետի օրակարգը։ Այսօր կարծես Երևանի մայր եկեղեցի էին գնացել հիմնականում հենց Փաշինյանի աջակիցները։ Լրիվ կիսում եմ։ Կարծում եք պետք է Մեր վարչապետը լրիվ ճիշտ է իր բոլոր քայլերում։ Եկեղեցու ներքին խնդիրը չի, եկեղեցին թող մեծ քաղաքականությունով չզբաղվի առաջի հերթին։ Ինչ կոր, եկեղեցին ինչ գործ ունի քաղաքականության հետ։ Հերրու բաներ են դրանք իրարից։ Մեր ղեկավարը ճիշտ անում, ինչ անում է ճիշտ անում, հասկացանք։ Սխալ քայլ չի անում։ Այս ժողովուրդը պետք է հասկանա ավելի ճիշտ մեր հոգևոր ժողովուրդը պետք է հասկանա ինչի համար է ինքը հել այդտեղ, ինչ անում։ Իսում եք նրա օրակարգը կաթողիկոսի։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Ոչ, չեմ ուզում խառնվել։ Իսկ ամեն դեպքում մտահոգություններ չունեք այս ամենի հետ կապ։ Այո, շատ մտահոգված եմ։ Շատ մտահոգ եմ, այո։ Գերթի մեկնարկին իշխանական դեմքերի թիվը մեծացավ։ Նախարարներ, պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարներ, համայնքապետեր ու բազմաթիվ այլ պաշտոնյաներ։ Մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ հավաքվածները շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որի հարևանությամբ կաթողիկոսի Երևանյան նստավայրն է։ Փաշինյանին մոտենալու ու հարցեր տալու հնարավորություն չկար։ Անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս, որ պաշտոնյաների ու լրագրողների միջև հեռավորությունը գոնե 30 սանտիմետրով կրճատվի։ Հենց այդտեղ Բաքում տեղադրված բեմահարթակից էր վարչապետ Փաշինյանը հավաքվածներին դիմեց։ Կաթողիկոսի ու հոգևոր վերնախավի հասցեին մեղադրանքները Փաշինյանի ելույթի միայն մի մասն էին։ Նա հայտարարեց. եկեղեցին ու պետությունն այսուհետ միասին են։ Չնայած սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին եւ պետությունը այլևս իրար հետ են։ Վարչապետը նաև գործնական քայլերի մասին խոսեց։ Քաղաքացիներին հորդորում է գնալ եկեղեցիներ, հոգևորականներին խնդրել միանալ իրենց նախաձեռնությանն ու պատարակների ընթացքում զեղչել կաթողիկոսի անունը։ Մինչև այն պահը, երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիստոսի անունով, ժողովրդով, ազգային եկեղեցական ժողովով իրապես ընտրված եւ իր կոչման եւ իր ապրածի, իր աշխարհայացի,
իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս։ Փաշինյանն ի դեպ ելույթ էր ունենում ճիշտ նույն այն վայրում, որտեղ անցած տարի հավաքներ էր անցկացնում վարչապետի հրաժարականը պահանջող այժմ բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Շնորհակալ եմ շատ։